Բարև ձեզ հարգելի Facebook-յան ընկերներ եւ ոչ միայն ընկերներ, ողջունում եմ նաեւ հիմնադիր զավակների մեր ընկերներին, նրանց ում հետ հասցրել ենք ծանոթանալ, շփվել եւ նրանց հետ ում հետ դեռ չենք հասցրել ծանոթանալ, շփվել, այս բոլորին այս կարճ կփորձեմ կարճ սահմանափակվել կարճ ժամանակի մեջ ուղիղ եթերս, որը համ մեր օրերի մասին է, թեև ահռելի բան կա ասելու, համ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին է։ Ինչ վերաբերում է սահմանների լարված վիճակին, եկեք սկսենք այդտեղից։ Իմ մտահոգությունը հետևյալն է, որ սահմանային լարված վիճակը ավելի շատ պատերազմի սպառնալիք է, որպեսզի մեզանում ավելի այսպես ընդունելի դառնա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, Նիկոլ Փաշինյանական խաղաղության օրակարգը, որի համար նախապայման է կարծես նոր սահմանադրությունը կամ սահմանադրության պրեամբուլայի փոփոխությունը։ Ես չգիտեմ նախաբանի փոփոխությունը Նիկոլ Փաշինյանը ինչպես կանի կամ չի անի, բայց գիտեմ, որ արդարադատության նախարարը արդեն մի քանի անգամ խոսում է սահմանադրության նոր սահմանադրության մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն է խոսում նոր սահմանադրության մասին։ Հիմա տեսեք ինչպիսի մի հետաքրքիր փակուղային իրավիճակ է ստեղծվում։ Սահմանադրությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ավիրի, թեև նա կարելի է փոխել դեպի լավը, բայց որպեսզի ավիրի իր ձևով, իր պատկերացրածով, պետք է այնպես անի, որպեսզի ժողովուրդը ուզենա, որ այդ սահմանադրությունը փոխվի։ Բայց քանի որ դա Ադրբեջանի եւ Ալիևի պահանջն է ու հատկապես վերաբերվում է պրեամբուլային, պիտի ժողովուրդը ուզենա փաստորեն, որ Ալիևի պահանջը լինի։ Իսկ դա երբ կարա լինի, եթե բերեն մեզ նորից համոզեն, որ եթե չուզենակ կլինի ագրեսիա, սահմանային լարվածություն, զոհեր, հարձակում եւ այլն։ Այն ինչ բազմիցս արդեն օգտագործվել է։ Այն նույն հնարքը, ինչ բազմաթիվ անգամներ արդեն օգտագործվել է։ Ու հիմա հերթայք է հասել է սահմանադրությանը։ Եվ չի բացառվում, որ ստեղծեն արհեստական լարվածություն սահմաններին, արհեստական ագրեսիա, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդս, որը պիտի քվեարկի սահմանադրության օգտին, առնվազն բնակչության 1/3-ը պիտի մասնակցի հանրաքվեին եւ պլյուս 50+1%-ով Նիկոլ Փաշինյանի առաջարկները պիտի ընդունելի լինեն, որպեսզի այդ սահմանադրությունը անցնի։ Մի խոսքով դա անելու համար ինչա պետք է նորից մտցնել պատերազմի նկատմամբ վախ, նորից սարսափ ադրբեջանական զորքերից, ադրբեջանական հարձակումից։ Ու այդ սարսափին ի պատասխան հերթական զիջումը, որը սակայն սահմանադրության տեսքով ժողովուրդ անհեթեթություն է։ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարությունը, նրա իշխանությունը ի վիճակի չի նոր սահմանադրություն գրելու։ Եթե նույնիսկ ի վիճակի լինեն աշխարհի լավագույն մասնագետներին հավաքեն հայ ժողովրդի համար, հայաստանցիների համար, նրանք այդ սահմանադրությունը գրողը չեն։ Աշխարհի լավագույն մասնագետներն անգամ հայության համար սահմանադրություն գրելու ունակ չեն։ Նրանք կարան տիպային ինչ-որ մի բան բերեն, ճպստեն մեր վզին, ասեն, այսի վերցեք արեք։ Չգիտեմ, իսպանացիները սենց են անում, դուք էլ սենց արեք։ Ուզբեկները սենց են անում, դուք էլ սենց արեք։ Ռուսները սենց են անում, չգիտեմ, էստոնացիները սենց են անում, դուք էլ տեն, ռումինացիները տենց են անում, դուք էլ տենց արեք։ Հայ ժողովրդի համար աշխարհի լավագույն մասնագետներն էլ որ գան, իտո չեն կարա առանձնակի յուրահատկություններ հաշվի առնելով սահմանադրություն գրեն։ Մենք էլ որպեսզի սահմանադրություն գրենք, դրա համար պետք է խելքի տանք, հավաքվի որոշակի մարդկանց խումբ, որոնք այդ սահմանադրությունը կհավաքեն Հայաստանին ու հայությանը հարմար, հայաստանցիներին հարմար։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի օրենք Հայաստանում չի կարա գրի, որտեղ դրա լիազորությունը չունի, ինքը գործադիր իշխանություն է։ Հայաստանում օրենք գրելու իրավունք ունեն ազգային ժողովը։ Իսկ ազգային ժողովը եթե օրենք գրելու իրավունք ունի, սահմանադրություն գրելու իրավունք հաստատ չունի։ Հայաստանում չկա այդ մարմինը, որ նոր սահմանադրություն գրի։ Նման մարմին ձևավորելու համար բարձր լեգիտիմություն ունեցող որոշակի խումբ է պետք։ Առանձին վերցրած հոդվածների փոփոխություն սահմանադրության մեջ կարող են անել,
դա սահմանադրությունը թույլ է տալիս, բայց նոր սահմանադրություն գրելու համար այդ նոր սահմանադրությունը գրելու մանդատ ունեցող մարդիկ են պետք, խումբ է պետք, որ դա գրեն, բերեն ժողովրդին ասեն, ուզում եք, թե չեք ուզում, բայց այդ մարդիկ պետք է մանդատ ստանան ժողովրդից այդ գործը անելու, ով պատահի ամեն փաստաբան, իրավաբան չի կարա վեր կենա, կամ արդարադատության նախարար առավել ևս, արդարադատության նախարարը մի օրենք չի կարա գրի, այսօր արդարադատության նախարարը խոսում է, սահմանադրության տեքստը պատրաստ է թե չէ, այնինչ դուք, պատկերացրեք, չէ սահմանադրությունը, բարձրագույն իրավական, ակտ այսպես ասած, բարձրագույն իրավական ինստիտուտ, այդ բարձրագույն իրավական ինստիտուտից ներքև գտնվում են սահմանադրական օրենքները, սովորական օրենքները եւ այլն։ Հիմա այդ օրենքները ազգային ժողովը կարա գրի, բայց արդարադատության նախարարը չի կարա գրի։ Չի կարա ինքը արդարադատության նախարարը տենց որոշումներ կայացնի։ Ազգային ժողովը նույնիսկ չի կարա սահմանադրության մասին ամբողջությամբ փոխելու որոշում կայացնի։ Դա պիտի անեն լուրջ մարդիկ դրա համար մանդատ ստացած։ Հիմա դուք առանց այդ մանդատը ստանալու քանի գլուխ ունեք վերեկացի ասում եք սահմանադրություն պետք է փոխենք։ Ու կբերենք կհրապարակենք, համաձայնեք թե չէ։ Ես էլ ուրիշ բան առաջարկեմ։ Ես էլ իմ սահմանադրությունն եմ բերում առաջարկում։ Կդնեք քվեարկության։ Ով ասեց, որ որտեղ է գրած, որ նոր սահմանադրությունը կարա ներկայացնի, ասենք, իշխող ուժը։ Եվ ենթադրենք մի անհատ, կամ մի, չգիտեմ, իրավաբանական անձ, կամ մի կուսակցություն, կամ մի հասարակական կազմակերպություն չի կարա իր կողմից իր սահմանադրությունը ներկայացնի։ Օրինակ, այդ որտեղ է գրած, նոր սահմանադրության մասին է խոսքը։ Եթե նոր սահմանադրություն կարա ներկայացնի իշխող ուժը, ապա ցանկացած ուժ կարա նոր սահմանադրություն ներկայացնի։ Եթե նոր սահմանադրությունը իշխող ուժի պիտի դրվի հանրաքվեի, ապա հանրաքվեի կարա դրվի ցանկացած մեկի կողմից գրված սահմանադրությունը։ Դե բերեք մի 10 սահմանադրության տարբերակ գրենք, ամեն մեկը մերը։ Դնենք հանրաքվեի, տենանք ժողովուրդը դրանից որը կընտրի։ Բերեք դնենք։ Կլինի տենց բան, բայց եթե տենց բան, եթե կլինի հարց չկա, ասեք շարունակենք քննարկել, չեմ ասում կընդունեմ, եթե կլինի, ասեք շարունակենք քննարկել, իդեպ հիմնադիր զավակներին եմ դիմում, հարգելիներս, բարեկամներս, եղբայրներ, քույրեր, հենց հիմա մենք այդ նոր սահմանադրության աշխատանքներն ենք անում, նոր սահմանադրության հետ կապված աշխատանքներով ենք տարված, հենց հիմա, վերջին շաբաթներին, Համենայն դեպս միջև Նիկոլ Փաշինյանի սահմանադրություն կոչվածը հրապարակվի կամ ներկայացվի, մենք պատրաստվում ենք դրան զուգահեռ ներկայացնել մեր տարբերակը։ Նիկոլ Փաշինյանը ինչին կպել է, ապականվել է։ Ինչին կպել է, ապականել է հայրենիք հասկացությունը, զինվոր հասկացությունը, բանակ հասկացությունը, հերոս հասկացությունը, ազգային հերոս հասկացությունը։ Ամեն ինչ ապականել է, հայրենիքի համար պայքար հասկացությունը, հաղթանակն է ապական է, то նույնիսկ պարտությունն է ապական է։ Ասում է, սպարեց սասունն ու ողջ աշխարհը հիացավ, ու նշում է, որ պարտությունն անգամ ունի հպարտություն։ Հիմա սա դա էլ է ապական է։ Պարտության հպարտությունը, որ կարար լիներ, ջինը վճարած, կարա քեզ որոշակի բան տա էլի, դա էլ է ապական է։ Հիմա եկել է հերթ, կրթությունը նորաձև է, կրթությունն է ապական է, ամեն բան, որ հնարավոր է, իրական Հայաստան, իրական հայրենիք, պատմական հայրենիք հասկացությունն է ապական է, ամեն ինչ ապականել է, հիմա հերթ է եկել է, նոր սահմանադրությունը ապականելուն, այդ մեկին ձեռ չեր տվե, այդ մեկը հնար ունեինք, ազգովի ժողովրդով, մեզ համար հարմար, նոր սահմանադրություն ներկայացնելու։ Հիմա դա է կպե ապականում։ Ու ինչ պետք է անենք, պետք է նստենք, սպասենք, տենանք, ոնց է այդ մի բանն էլ ապականում, հետո գաս խոսած ներկայացնես, ասեն դե Նիկոլն էլ է խոսում նոր սահմանադրությունից։ Նիկոլի սահմանադրությանը զուգահեռ հենց հիմա հիմնադիր զավակները եւ ոչ միայն մենք։ Հենց հիմա հիմնադիր զավակները զբաղվում են այդ նոր սահմանադրության աշխատանքներով, դա ներկայացնելով։
որպեսզի երբ Նիկոլ Փաշինյանը հանի իր այդ բանը արդարադատության նախարարի կողմից կուրացիա արվող է սահմանադրության ներկայացումը, մենք էլ ներկայացնենք մերը։ Տենանք թե ով է նոր սահմանադրություն բերել։ Կամ գնացեք մի բան արեք, այդ պրեամբուլան փոխեք, Ալիևի բերանը փակեք։ Ոնց մտել եք բանակցության մեջ, ոնց գցե բռնել եք, Հնդկաստանում այդպիսի բան եղել է, դա չգիտեք, ասեմ իմացեք։ Հնդկաստանում այդպիսի բան եղել է, Պակիստանի հետ, երբ որ պիտի անկլավները փոխանակեին, այդպիսի բան ա եղել։ Պրեամբուլան խանգարել է այդ գործին։ Ու որոշել են պրեամբուլան կարան փոխեն, թե չէ։ Ընդ քննարկվում է պրեամբուլան հանդիսանում է սահմանադրության մաս, թե չէ, որտեղ սահմանադրությունը նշում է բացի SSS հոդվածներից, մնացած հոդվածները կարելի է փոխել, ասենք, ազգային ժողովով, ենթադրենք։ Գնացեք փոխեք։ Բայց մի եկեք այդ նոր, ու մենք կգանք արդեն նոր սահմանադրություն կբերենք։ Ինչ էլ հիանեք դուք այսօրվա սահմանադրության հետ, չնայած դա մեկը ապօրինությունը, ապականությունը։ Մենք մեկը գալու ենք նոր սահմանադրություն բերենք։ Մեր սերունդը բերելու է նոր սահմանադրություն։ Դուք ինչ ուզում եք արեք։ Բայց հիմա դուք այդ բերելու process-ը մի ապականեք, այ մարդ։ Դուք ինչ գործ ունեք, ձեզ ով նշանակե նոր սահմանադրության։ Իմ վաղվա քարոզ արշավը նախընտրական լինելու է նոր սահմանադրություն բերելու տեսլականով։ Նոր սահմանադրական կարգ, նոր հասարակարգ հաստատելու տեսլականով։ Աշխարհում աշխարհակարգ է ձևավորվում, տարբեր երկրներում հասարակարգեր կձևավորվեն, թե չէ, Հայաստանում նոր հասարակարգ պիտի ձևավորվի։ Այս պատերազմն ու այս ոչ բարով հեղափոխությունը բերում են նոր հասարակարգի պատվեր, պահանջ։ Դուք 7 տարին մսխեցիք, ոչինչ չարեցիք։ Հիմա ազգի մի զգալի մասը լոբինգ է անում նոր աշխարհակարգի տարբեր խաղացողների, տարբեր խաղացողներին է լոբինգ անում։ Ներկայացնում գովերքում, մեկը Արևմուտքին, մեկը Ռուսաստանին, չգիտեմ, մեկը նույնիսկ Ադրբեջանին ու Թուրքիային, մեկն էլ չգիտեմ, Ֆրանսիային ու Ամերիկային։ Մենք դրանով չենք զբաղված։ Մենք աշխարհակարգ չենք կառուցում։ Մենք ուզում ենք Հայաստանում հասարակարգ կառուցենք, նոր հասարակարգ, ոչ պոստ-սովետական, ոչ պոստ-սովետական, մեր հոգուն հարազատ, մեր նախնիներին հավատարիմ, մեր սերունդների առաջ պատասխանատու և մեզ համար հարմար հասարակարգ։ Հենպես որ, ժողովուրդ ջան, այս լարվածությունը նրա համար է, որ խաղաղության խաթեր գնաք հանրակրվե անեք ու ընդունեք Նիկոլի դեմ տված, Ալիևի պասերով Նիկոլի դեմ տված սահմանադրությունը, որը ապականելու է սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության գաղափարը։ Հուսամ կհասցնենք թույլ չտալ, որ նա դա ապականի։ Եվ վերջին հաշվով էլի կրկնեմ, դուք մանդատ չունեք նոր սահմանադրություն գրելու ու ժողովրդին ներկայացնելու։ Դուք այդ մանդատը չունեք, ումից եք ստացել։ Որ օրենքով է դա կարգավորվում։ Հղում չանեք սահմանադրությանը։ Չկա, դուք նոր սահմանադրություն եք բերում։ Ձեզ սկի օրենք գրելու մանդատ չեն տվել, դուք գործադիր մարմին եք։ Մինիստրը ես, զամինիստրը ես, չգիտեմ, իրավաբան ես, կոնսուլտանտ ես, դուք օրենք գրելու, օրենք ներկայացնելու իրավունք չունես։ Ազգային ժողովն է օրենսդիր ֆունկցիաներով ոչ տված։ Դու քանի գլուխ ունեք, սահմանադրություն եք գրում։ Այդ մանդատը դու չունեք։ Այդ մանդատը կունենամ ես, եթե վաղը ինչ ժողովուրդը ընտրի, ասի հա Հայկ ջան, գալիս ես այդ նախընտրական գաղափարով, այդ իդեայով գալիս ես, որ քեզ ընտրենք, դու նոր սահմանադրություն ես բերելու։ Հարց չկա, կընտրեն, կբերեմ։ Չեն ընտրի, ասեմ կներեք, ընձի ժողովուրդը այդ առումով ձայն չտվեց։ Նույնը մյուսներին է վերաբերվում։ Թերևս այսքանը հարգելիները, սահմանադրությունը լուրջ բան է։ Սահմանադրությունը այն բարձրագույն ինստիտուտն է, որ պետք է լինի մնացած ինստիտուտներից ավելի բարձր։ Վարչապետից, պրեզիդենտից, ազգային ժողովից, դատավորներից, դատարաններից ավելի բարձր։
Սահմանադրությունը բարձրագույն իշխանությունն է երկրի։ Եվ այդ իշխանությունը չի կարա ձևավորվի Նիկոլ Փաշինյանի կոտրած ապականված ձեռքով։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։